Սա մի սովորական լուսաբաց էր Արարատյան դաշտավայրի Մրգաշատ գյուղում։ Բալուս այմար զզվիցերերես առավոտի ջիրգուն դեռ կեսորին ինչ բալուս արա Ոտա ինչա կասես գործյակ է թամ տրակտոր խոտ չտամ որ Ժանդիբին է տաս գործի իմ հագիստը Ժանդիբին դու է տաս գործի Հոյք է պահան կրագնամ ինգե կոծերը Պետ նավարակ պաղեմ այտա Դու էջել պաղես Չտամ է թամ գործի Դու էջել պաղես նավարի տայմար Դու կնգած հակատարաշտի տայմար դեսի Թևեր խաշակ է, խաշակ երատասիրավոր հերակտավոր է մկա, տոբորը դուկեն է։ Այս գյուղը մի վայր էր, ուր տարիներ շարունակ իշխել էր ոճիրն ու խավարը, ողբն ու աղետը, բռնությունն ու գազանությունը, մի վայր, ուր Աստծո փառքը փոխված էր եղծանելի մարդու պատկերի նմանության հետ, ուր Աստծո ճշմարտությունը փոխված էր ստության հետ, ուր մարդիկ լցված էին ամեն անիրավությունով, մարդասպանությունով ու կռվով։ Բայց մեր հայրերի նարեկացու, լուսավորչի աստվածասիրության եւ Քրիստոսի պարգևած զորության շնորհիվ ընկավ, փշրվեց ունայնության պաշտամունքը եւ աստվածպաշտությունը տարածվեց ամբողջ հայոց երկրում։ Ճշմարիտ որդատունկը իր արմատները ձգեց Մրգաշատ եւ տվեց իր առաջին պտուղը։ Թելման և Սաթենիկ Արշակյաններ Մարդիկ, որ ամոթ չհամարեցին Քրիստոսի ավետարանը, այլ հավատացին, որ դա Աստծո զորությունն է փրկելու ամեն հավատացողի, դիմացան ամեն նեղությունների, համբերեցին, իմանալով, որ համբերությունը փորձառություն է գործում, փորձառությունը հույս, իսկ հույսը ամոթով չի թողնում։ Այս մարդկանց բարեխոսությամբ էր, որ Աստված Մրգաշատին շենություն պարգևեց, քանզի աստվածային գութը նրանց վրա իջնելով ողորմություն ու քավություն շնորհեց մի ողջ ժողովրդի, եւ արդյունքով սերմանածը շուտով ուրախությամբ հնձեցին։ Սեդրակ Սեդրակյան Դու որ վայրի ձիթենի էիր, նրանում պատվաստվեցիր, և հաղորդ եղար արմատին ու ձիթենու պարարտությանը, և դու հավատով հաստատվեցիր, վեր կաց, լուսավորվիր, որովհետև լույսդ եկել է, և Տիրոջ փառքը ծագել է քեզ վրա, որովհետև ահա խավարը ծածկել է երկիրը և մառախուղը ազգերը, բայց քեզ վրա ծագում է Տերը և նրա փառքը երևում է քեզ վրա։
քալելը քիչա։ Մերժվելով հարազատների, ընտանիքի եւ հասարակության կողմից ստիպված եղան թողնել հայրենի գյուղը եւ ապաստան գտան հավատակից եղբոր Միասնիկ Թադևոսյանի տանը Նորապատ գյուղում։ Հանուն Քրիստոսի համբերությամբ տարան բազում փորձություններ, սով, լքվածություն, բանտարկություն եւ դիմանալով ամեն վշտի իրենց անձերը վարժեցրեցին Աստված պաշտությանը։ Այժմ կպտտեմ պատմության անիվը եւ կպատմեմ մեր ժամանակների եւ մեզանից հետո եկող սերունդներին Տիրոջ մեծամեծ գործերը, որ արեց Մրգաշատի համար։ Սեդրակ, վերադարձիր Մրգաշատ, ես այնտեղ պիտի հիմնեմ իմ եկեղեցի։ Տեր, Մրգաշատ, այդ գյուղը լի է անհավատությունով ու կռապաշտությունով։ Մրգաշատում եկեղեցի։ Այո, եւ պիտի լինի, որ այնտեղ, ուր նրանց ասվեց դուք իմ ժողովուրդը չեք, նրանց պիտի ասվի կենդանի Աստծո որդիներ, վերադարձիր Մրգաշատ։ Վերադառնալով հայրենի գյուղ, սկսեց ցանել արքայության ավետարանի սերմերը ողջ Մրգաշատում։ Հավատարիմ Աստված արդեն պատրաստել էր մարդկանց սրտերը որպես պարարտ հող։ Կարճ ժամանակ հետո երևացին առաջին ձիները։ Եվ շուտով գյուղում հիմնվեց առաջին տնային խմբակը։ Այնուհետև երկրորդը, երրորդը։ Աճում էր եկեղեցին, եւ ընդլայնելով իր սահմանները միանում այն բազմահազար բանակին, որ Աստված կանգնեցրել էր ողջ Հայաստանում։ Վառվեց Աստծո լույսը մարդկանց սրտերի մեջ, եւ նրանք դարձան այդ լույսի կրողները եւ լուսատուները խավար Մրգաշատում։ Հավատացյալների թիվը օրեօր ավելանում էր, իսկ խավարը անհետանում։
Hallelujah. Իրանք ուստի մեծ պայիր Իսուսյան, որ իրանք վերանով կդավանեն և կհավատան, որ դու ես միակ անձնական փրկիչը, փառք ես։ Սա յուրաքանչյուրիս համար մի օրհնյալ պահ է, որ մենք նորոգում ենք մեր ուղղ օրհնյալ Քրիստոսի հետ, ընդունում ենք Քրիստոսի մահվան խորհուրդը մեր անձին։ Նրանք, ովքեր հավատացին Քրիստոսին, նրա անունով էլ մկրտվեցին, հավատալով և վկայելով, որ Քրիստոսին մեռելներից հարություն տվողը իրենց էլ կհարուցանի և կկանգնեցնի իր առջև։ Եվ հավատացյալների բազմության սիրտն ու հոգին մեկ էր, և ոչ ոք չէր ասում իր ստացվածքի համար, թե իրենն է, այլ նրանց համար ամեն բաները հասարակած էին։ Ամեն օր միաբանությամբ միասին էին լինում և հաց էին կտրում տներում, և ուրախությունով ու սրտի միամտությունով կերակուր էին ուտում, Աստծուն օրհնում էին և բոլոր ժողովրդի առջև շնորհք էին գտնում։ Իսկ Տերը ամեն օր փրկվածներ էր ավելացնում եկեղեցում։ Ես հիշում եմ տարուկես 2 տարի առաջ ես երբ որ գալիս էի այստեղ հավատքի պաշտամունքի, ես անծանոթ էի տեղի ժողովրդի համար, տեղի ժողովրդի համար, բայց Հիսուս Քրիստոսը շատ հարազատացեց, որովհետև իր սերը աստվածային է և շատ քաղցրություն լցեց մեր սրտերի մեջ է։ Երբ որ պաշտամունքն էր գնում Աստծու արարողությունը պաշտամունքը, Սրբույս քուրիկը այսպիսի սպիտակ մազերով, երիտասարդ հոգով, սրտով Աստծու խոսքերը կարծես թե ծարաված մարդուն պես խմում էր և միշտ տեսնում էին մոտիկ էր նստում խոսող եղբորը։ Սկզբից ես երջակ եղբոր, հեչ միտ չունեի, որ ես ճանապարհով գնայի։ Հանգար ես Աֆրիկյան օվան էր, ասեցին է տեղնապաշտանում, գազվիանստում ասի, օրևատիլի թանքլա։ Փորձը խաթր էլի, հենանք գնացինք, Վալոդ եղբարներ, հա, նստանք, ես էլա գնացի Վալոդի կողք կնստան,
ասի ես լավ չեմ լսում, էլի, նորենույթ է նստեր եմ էլտեղ ու լսում, հենց մի քանի խոսք լսելուց հետո այնպես իմ հոգու մեջ մի բան մտա, որ ես ասի շատ լավ ճանապարհ Նստեն թափուկները, լավները, այստեղ չորա նստել ես, ինչ ասեց, ես ունակի երբ որ երեք լսա քրոջս այս տեղափոխումը, մարմնավորից երկնայինը տեղափոխումը, ու հիշեց անմիջապես այդ բառը, ասեց եղբայր ասել, ես չեմ ուզում, որ այդ հավիտենական կյանքի խոսքը անգամ մի կետ բաց թողեմ, բոլորն ուզում եմ, որ իմ մեջս տեղավորվի, ծարավ եմ եղբայր ասեց, ծարավ եմ չեմ հագնում խոսքից ապրու, որովհետև կյանք դա նրա մեջ է։ Անցան տարիներ, եկեղեցին սկսեց մի նոր ընթացք ապրել, կարծես կրկնապատկվեց Աստծո սերն ու ուրախությունը, բորբոքվել էր մի մեծ կրակ մարդկանց սրտերում, այժմ արդեն եկեղեցին ուներ նոր տեսիլք, այն պետք է անցներ հավատքից հավատք, փառքից փառք, զորությունից զորություն։ Այո, տեսիլքները մեծ էին, իսկ հավաքատեղին փոքր։ Եվ Աստված մի նոր էջ բացեց Մերգաշատի եկեղեցու պատմության մեջ։ Իմ գործը Քրիստոսի մեջ, այո, կարոզել Աստծո ավետարանը մինչև իմ կյանքի վերջը։ Ինչ անելիք ունեք եկեղեցին եւ ձեր ծառայության մասին խնդրում ենք։ Ուրեմն մեր կյանքը պատկանում է Հիսուսին եւ այն կյանքը, որ պետք է ապրենք երկրի վրա, միայն պետք է նվիրենք Տիրոջը։ Ես եկեղեցում զբաղվում եմ պատանիների հետ, 50 պատանիներ կան, որոնց հետ ես աշխատում եմ եւ զգում եմ Աստծո օրհնությունը, որովհետեւ Աստված մեծամեծ գործեր անում այդ երեխաների մեջ եւ աղտնություն կա երեխաների մեջ, շատանում են օրեցօր։ Ինչ վերաբերում է իմ ծառայությանը, Կարինե ջան,
Ոչ միայն ինձ առաքյալ, այլ իմ կյանքի նպատակն եմ տեսնում միայն այն հրաշալի Աստծուն ծառայել եւ նվիրվել ամբողջ էությամբ, որին ես ճանաչում եմ, որին ես պաշտում եմ եւ երկրպագում եմ։ Իմ կյանքի նպատակն է միայն ուրախացնել, միայն ուրախություն պատճառել Տիրոջը։ Ես քանի որ եկել եմ այնպիսի մի տեղից, որտեղ որ եղել է Տերի կապվածություն, ես բռնված եմ եղել նրա կողմից նրան ծառայելու եւ այսօր Տեր Հիսուս Քրիստոս քանի որ ինձ ազատ արել եւ ինձ լեցրել է իր Սուրբ Հոգիով, ես ավետարանիչ եմ այս եկեղեցում եւ իմ նպատակը եւ իմ ծառայությունն է, որպեսզի հարձակվեմ Տերի վրա, հարվածեմ նրան եւ խլեմ նրա ձեռքից նրանց, ովքեր որ ինպես իմանալիության մեջ են։ Մեր ծառայության նպատակը սա է, ինչքան հնարավոր է շատ ժողովուրդ մտցնել երկինքի արքայություն, ինչքան հնարավոր է շատ մարդկանց ձեռքից բռնել եւ դնել Հիսուս Քրիստոսի ձեռքի մեջ։ Դրանից այն կողմ արդեն անձնական խնդիրներ են Հիսուսի հետ։ Իհարկե, ինչ լինի փառաբանություն, շատ բաներ մենք տանուլ տված կլինենք, որովհետև փառաբանությունը մեծ դեր ունի եկեղեցում, եւ մենք գնահատելով այս փառաբանությունը վաղվա տեսիքն է, որ եկեղեցին ունենա պրոֆեսիոնալներ, եւ մենք կատարյալ ձևով փառաբանենք Տիրոջը, մենք այսպես պրոֆեսիոնալներ չենք շատ էլ։ Ուրեմն մեր գործունեությունը եկեղեցու համար ես այսպես եմ տեսնում, որ Արքայության ավետարանը քարոզել բոլոր կորցված հոգիներին եւ իմ տեսիլքում ունեմ, որ մրգաշատը առանց անհավատների բոլոր ամբողջ գյուղը պետք է ապաշխարի 6000 ավելի բնակիչ ունեցող մրգաշատը եւ եկեղեցու միջոցով Քրիստոսի թագավորության հաստատումը երկրի։ Ինչպես Երիքովի պարիսպները փլվեցին հրաշքով, նույնպիսի հրաշքով Աստված իր եկեղեցուն տվեց գյուղի ամենամեծ կառույցը, որպես հավաքատեղի։ Եվ Տերը անունով կանչեց իր որդիներին եւ լցրեց նրանց Աստծո հոգիով, իմաստությունով եւ հանճարով եւ գիտությունով եւ ամեն ճարտարությունով, որ վարպետի գործեր հնարեն, քարեր ու փայտեր քանդակել։ Եվ Տերը ամեն իմաստուն սիրտ ունեցողի սրտում իմաստություն դրեց, որ բոլոր պատվիրացի պես անեն։
որչափ մեծ եղան քո շնորհները, որչափ առատորեն օրհնեցիր քո ժողովրդին։ Այս ամենի մասին երազել կարելի է միայն։ Ընդունիր քո ժողովրդի գոհության եւ երախտագիտության պատարագը։ Օրհնիր այն ամեն ծառայությունները, որ պիտի լինեն քո անվան եւ փառքի համար։ Օրհնեցեք Տիրոջ անունը։ Օրհնեցեք ով Տիրոջ ծառաներ, որ կանգնում եք Տիրոջ տան, մեր Աստծո տան սրահներում։ Ինչ մեծ եւ հրաշալի են քո գործերը, Տեր։ From the moment you open up my eyes, I've seen the world in a different light. From the dawn to the setting sun, I am overwhelmed by all that you have done. Jesus, I adore you. Adore, 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 adore. Jesus, I adore you. Մատում է, այս անդունդը միայն կարող է լսնել Քրիստոսը, որը մահացավ Գողգոթայի։ I know that I belong. You have given. Եվ լցվեց Տիրոջ տունը իր ժողովրդով, մանուկներով ու պատանիներով, ծերերով եւ երիտասարդներով։ Բարձրացավ գոհության օրհներգություն կաթնակերների բերանով։ Փառքը տրվեց մոխրի տեղ, գոհության պատմուճանը հանգած սրտի տեղ, ուրախության յուղը սուքի տեղ։ Իրոնց հետներ Աստված օրհնող, ինձ ետրակող բոլորებს ետրով, բոլոր եղբայրներիս, քույրերիս, թող սուրհնությունները իրանց վրա են ընձել առողջությունների շուտ կյանքասեն եկեղեցին։ Իմաստության հոգով լի նոր պատանեկան սերունդը բարձրացավ ծերերի ծառայության համար։ Հաղթողների մի նոր երիտասարդական շարժ բարձրացավ։
ուժը նորոգվեց արծվի պես, Աստծուց ծնվածը հաղթեց աշխարհին։ Արյունը նրա խոսում է այսօր ինձ և քեզ համար Հիսուսն ասաց ես պատրաստ եմ հայր թափել իմ արյունը նրանց Եկեղեցին իր 25 տարվա պատմության մեջ հյուրընկալել է Հայաստանի և աշխարհի տարբեր ծայրերից Աստծո մեծամեծ մարդկանց, որոնց ծառայությունը պտղաբեր է եղել եկեղեցում։ Նրանցից շատերը եղան եկեղեցում ոչ միայն իբրև հյուրեր, այլ դարձան ընտանիքի անդամ։ Նրանցից են Ռուբիկ Թումանյանը, Ղուկաս Եղնազարը, Բաբի Միլզը, Ռաֆիկ Շահվերդյանը, Դել Էրդոնը, Ռիկ Կլենդենենը, Արամ Գրիգորյանը, Հովիվ Բիջին, Բարի Սամարացի Հովանեսը և շատ ու շատ հրաշալի զավակներ Աստծո։ Աստծո մարդը բարձրացավ, գրավեց նորանոր տարածքներ, աճեց, բազմացավ, իշխեց, լցրեց երկիրը, միաբանվեց, Ադամի կողոսկրից Եվան կերտվեց, Հարսի և Փեսայի ձայնով լցվեցին Տիրոջ սրահները, երկինքը բացվեց Աստծո ժողովրդի համար։
Օրերից մեկ օր ավետարանի լույսը ծագեց նաև ազգությամբ եզդի Գերման Մհոյանի սրտում։ Նա չէր կարող այդ մասին չհայտնել իր ազգականներին։ Այդ կրակը անհնարին է թաքցնել։ Այդ էր պատճառը, որ նա այցելեց Արագածի լանջերին բնակվող իր ազգականներին։ Ամրիկա պստանն է, վաշին է, նեֆերամին տիվա մուտ շորա, մուտ շորա։ Fakirën ndova qadet am bejam برچینا ndova qadet am خدا جهرم قدي خبيرناك امين am چجي بكن قدي من تمه عند فكره ما دايا am چج خدا جهر اساس امان اساسي تيجي am
Ահա եւ քրիստոնյաների ամենասիրելի եւ սպասված տոնը՝ Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը, որը մեծ շուքով նշվում է ամբողջ աշխարհում։ Իսկ թե ինչպես է այն նշում Մրգաշատի Բեթել եկեղեցին, կարող եք տեսնել ինքներդ։ Վերջապես, բոլոր ծառայությունների նպատակը մեկն է՝ հոգիների փրկությունը, Աստծո գերագույն ցանկությունը։ Այդ նպատակին է ծառայում նաև Մրգաշատի Բեթել եկեղեցու մշակութային ծառայությունը, որը ավետարանչությամբ շրջել է Հայաստանի մի շարք քաղաքներում, կատարելով իր առաքելությունը։
ինչ է մարդկային կյանքը և որքան կարճ է այն տևում, որքան նպատակներ մնում են չիրագործված և որքան ցանկություններ մնում են լոկ երազանք։ Ինչն է անցողիկ և ինչն է մնայուն, որն է կարևոր և որը երկրորդական, ինչի համար ենք ծնվել և արդյոք մահը վերջնակետն է։ Ոմանց համար այս ամենը անցանկալի հեքիաթ է, ոմանց համար սպասված երջանիկ իրականություն։ Սակայն սա ևս մեկ և միգուցե եզակի կամ վերջին քո հնարավորությունն է ընտրելու կյանքը։ Երկու հոգի քեզ անհամբեր սպասում են։ Քեզ սիրող Աստված, որպեսզի հավիտենական կյանք, խաղաղություն և երջանկություն տա քեզ, և քեզ ատող սատանան, որ մեկ ընդմիշտ կործանի քեզ։ Ընտրությունը քոնն է, բայց հիշիր, դու ստեղծված ես Աստծո պատկերով և կյանքի համար։ Եվ տեսա մի գիրք, որը գրված էր ներսից և դրսից, և 7 կնիքով կնքված։ Եվ մի զորավոր հրեշտակ տեսա, որ մեծ ձայնով ասում էր. ով կարող է բացել այս գիրքը և նրա կնիքները քանդել։ Եվ ոչ ոք, ոչ երկնքում, ոչ երկրի ներքևում արժանի չէր այդ գիրքը բացելու։ Եվ տեսա ահա մի գար կանգնած, մորթվածի նման։ Նա եկավ և վերցրեց գիրքը, ամենքը ընկնելով գարի առաջին նոր երգ էին երգում և ասում.
արժանի ես առնելու այդ գիրքը և բաց անելու դրա կնիքները, քանի որ մորթվեցիր և գնեցիր մեզ քո արյունով Աստծո համար, բոլոր ցեղերից, լեզուներից և հեթանոսների բազմությունից, և մեր Աստծո համար մեզ թագավորներ և քահանաներ դարձրիր։ Եվ տեսա, որ ամենքը մեծ ձայնով ասում էին. արժանի է մորթված գառն առնելու, և զորություն, և հարստություն, և իմաստություն, և կարողություն, և պատիվ, և փառք, և օրհնություն։ Եվ ամեն ստեղծված, որ երկնքում է, և երկրի վրա, և երկրի տակ, և ծովում ասում էին. աթոռի վրա նստողին և գառին լինի օրհնությունը, և փառքը, և կարողությունը հավիտյանս հավիտենից, ամեն։ Երկիր
է երկրի վրա, որ ուխտ ու ողորմություն է սպահում քո առաջին բոլոր սրտանց գնացողների համար։ Ողջույն օրհնյալ Աստծո, օրհնյալ ժողովուրդ, բարով եք եկել Տիրոջ սրահները։ Մենք ուրախ ենք ձեզ այստեղ տեսնել եւ օրհնում ենք ձեզ, որ եկել եք մեզ հետ կիսելու այս մեծ ուրախությունն հրճվանքը, այս մեծ տոնը լինել Աստծո հովանու տակ եւ պաշտել նրան։ Տարիներ շարունակ մեզանից շատերը այստեղ են հավաքվում հանդիպելու, մտերմանալու եւ իրենց կյանքը հրաշալի մեր Տիրոջը նվիրելու համար։ Եվ այդ տարիների խորքից գալիս է մի հույս, մի հավատք ու մի սեր, որ ոչ միտեղ չի տեսնվել եւ չի գտնվել, որովհետեւ միայն Աստվածային սերը կարող է անգինը զոհաբերել, իր կյանքը տալ բազում որդիներին իրարյան պաշտպանելու միտումով։ Այժմ մենք գնված ենք նրա թանկագին արյունապաշտպանված, նրա ամուր բազուկների մեջ պարուրված, նրա խորունգ սիրով եւ քայլում ենք նրա հետ դեպի անհունն ու վեհը, սքանչելին ու անկրկնելին, դեպի նախասահմանված հավերժությունը։ Այսօր ցնծում են մարդիկ ու հրեշտակները, երկինքն ու երկիրը։ Որովհետև մենք տեսնում ենք Հիսուսի կողքից բխած եկեղեցու հաղթական երգը, նրա ծնունդը, որի համար ասվեց. ես պիտի կառուցեմ իմ եկեղեցին եւ դժոխքի դռները նրան չպիտի հաղթեն։ Երկնքի եւ երկրի այս ուրախությունը մեզ հետ բաժնեկցելու են հավաքվել Աստծո մի մեծ բանակ, որի համար ասվեց եւ որի առաջնորդներին ներկայացնելու պատիվը ընձեռվել է մեզ, ինձ եւ Էթերին։ Այսօր մեզ հետ են Թույլ տվեք ներկայացնել Էմանուել եկեղեցու հովիվ, ինչպես նաեւ Հայաստանի շատ եկեղեցիների միության նախագահ, շատ սիրված եւ հարգված Ռուբիկ Թումանյանը։ Խնդրում եմ ողջունեք նրան։ Մաստանք է սրտա եկեղեցի։ Խաղաղություն բոլորիդ։ Իմ սիրելի քույրեր եւ հայրեր, շատ հաճելի է լինել այս պահին այստեղ, մի մարդու կողքին, որը հերոսական ճանապարհ է անցել։ Կյանքը շատ ակարճ եւ շատ արագ անցնում է։ Մի օր մենք հավաքվելու ենք Տիրոջ մոտ եւ Տերն ինքն է հանրագումարի բերելու մեր ամեն արածը եւ չարածը, այն ինչ որ պետք է անեինք ու չենք արել, եւ մենք բոլորս պատրաստվում ենք սրան։ Սրտանց շնորհավորում եմ Բեթել եկեղեցուն իր ծննդյան 25-ամյակի կապակցությամբ։ Հուսով եմ այս եկեղեցին դեռ նոր է սկսել մեծագույն գործերը դեռ նոր պետք է անեն։ Ինձ համար պատիվ է ճանաչել այս մարդուն, Սեդրակ Սեդրակյանին, այս եկեղեցու հովվի, լինել իր անկերու բարեկամը։ Սրտան շնորհավորում ենք, ձեզ հետ ենք մեր աղոթքներով եւ մեր խոնարհանձով։ Տեր օրհնի։ Պատիվ եմ համարում ինձ համար ներկայացնել Աստծո մի հզոր մարդու, Երևանի Աստծո ժողովուրդ եկեղեցու հովիվ Ռաֆի Շահբերդյանին։ Սրտանց շնորհավորում եմ ձեզ։ Ես կարծում դուք ինքներդ մեր Տիրոջը ծափահարեք եւ ձեզ։ Կարող ենք ողջունել եղբորը դեպսի քրոջ ունենլես և իրենց ընտանիքի բոլոր անդամներին և այս մեծ ընտանիքին, որ այսպես գեղեցիկ ձևով հավաքվել է։ Ես մի խոսքում եմ ասելու, երբ որ Լուկաս ավետարանիչը գրում է Գործ Քառաքելոցը, այսպես է սկսում. «Սիրելի Թեոփիլե, առաջին պատմությունը արի»։
Ղուկասը վերջացրել էր առաջին պատմությունը եւ առաջին պատմությունը Ղուկասի ավետարանն էր եւ նա արդեն սկսում էր երկրորդ պատմությունը, որը գործ առաքելոցն է։ Ես ձեզ ասում եմ, որ դուք սկսում եք ձեր եկեղեցու երկրորդ պատմությունը։ Ամեն։ Դուք սկսում եք ձեր երկրորդը բոլոր թեոփիլերների համար, բոլոր Աստծո սիրելիների համար։ Առաջին պատմությունը միայն Հիսուսի մասին էր, երկրորդ պատմությունը առաքյալների գործերի մասին։ Երկրորդ պատմությունը ավելի ծավալուն է, առաջին պատմությունը Հրեստանում է, երկրորդ պատմությունը ամբողջ աշխարհում։ Եվ ես մաղթում եմ, որ ձեր երկրորդ պատմությունը դուրս գա միսիոներական հզոր ծառայությունով։ Առաջին պատմության մեջ Սուրբ Հոգին եկավ միայն Մարիամի վրա, բայց երկրորդ պատմության մեջ Սուրբ Հոգին եկավ շատ շատերի վրա։ Թող ձեր երկրորդ պատմությունը Սուրբ Հոգու ավելի հզոր լիցք եւ Սուրբ Հոգու ավելի հզոր օծություն լինի։ Առաջին պատմությունը վերջացավ համբարձումով, երկրորդ պատմությունը կվերջանա նրա վերադարձով։ Եվ ես մաղթում եմ, որ դու այսօր թե որպես եկեղեցի, թե որպես մարդ գրես քո երկրորդ պատմությունը։ Ամեն։ Սեդրակ եղբայր, թող քո գրած երկրորդ պատմությունը օրհնյալ լինի եւ Բեթել եկեղեցի մաղթում եմ, որ ձեր գրած երկրորդ պատմությունը առաջինից ավելի կարևոր լինի։ Երկրորդ 25 տարի Սեդրակ ջան, ավելի հզոր։ Մեր մեջ է շատ սիրելի մի մարդ, որ իր լուման ունի ես եկեղեցու մեջ, ինչպես որ դուք տեսաք։ Թույլ տվեք ներկայացնել Աստծո եկեղեցու հովիվ Զավեն Ասատրյանը։ Փառք եմ տալիս Աստծուն այս ժողովրդի համար։ Գիտեք ժողովուրդ ջան, ուրիշ բան ա, որ նստես նայես ուրիշի կյանքը։ Ուրիշ բան ա, որ այդ կյանքի մեջ ապրես։ Ես լավ եմ հիշում այդ օրերը։ 92 թվականը, մինչև 94 թվականը։ Երկրաշարժը, Սունդայցյան պատերազմը, աղքատությունը, սովը, նեղությունը, բայց Աստված իր զորությամբ հաղթեց այն դժվարին պահերը, բացեց ճանապարհը այսօրվա օրվա համար։ Ես ուզում եմ մի փոքր հիշենք սկիզբը, որ մենք տեսանք Տերման եղբորը։ Առաջի անձնավորությունն էր, առաջի տունն էր այս գյուղի մեջ։ Ինչպես է հալածանքներ տեսավ այդ ընտանիքը։ Գիշերները քարերով կոտրում էին նրանց լուսամուտները։ Տեղ չկար նրանց քնելու։ Բայց այնքան շատ էր Աստծո սերը նրանց մեջ, որ անձնատու կանգնեցին ու պաշտպանեցին այն հավատքը, որը հայոց աշխարհի մեջն էր։ 71 թվականներին Հայաստանը մի եկեղեցի մի բռունցք, որի հովիվն էր Հակոբը, շատերը կան այստեղ, որ նրա հետ շփվել են։ Տեսեք, էտապ գալիս է օրհնությունները, որից հետո, մեզնից հետո դուք եք շարունակելու։ Այս բանակի մեջ շատ հերոսներ կան, Աստծո հերոսներ, որ իրենց կյանքը կդնեն Հիսուսի փառքի համար, Հիսուսի ավետարանի համար։ Այն խոսքը, որ ասեց, գնացեք ու բովանդակ աշխարհում եք, քարոզեք փրկության խոսքը, ով Աստծո անունը փառավորվի։ Ես օրհնում եմ Սեդրակ եղբորը, Աստված առաջի հերթին ծնեց հովիվը այս ջուրի մեջ, այդ ժողովուրդը բերեց։ Ես լավ եմ հիշում այդ տառապալից օրերի մեջ նրա ընտանիքը, փոքր երեխաները,
վառելու ցավ չունեին, պատերին նայում էին ոչ մի բան, կուխնյայի մտնում հոտ չէր գալիս շաշի, նեղությունների մեջ, բայց իրենց կյանքը Սեդրակ եղբայրը եւ Ռիվսի քույրիկը այդ փոքր երեխան տվեցին Հիսուսին, այսօր այս բանակը ստացան, փառքը Հիսուսին, ժողովրդա փառք Տիրոջը, այս բանակի համար, որ նա հաղթեց, հալալա շատ բաներ գիտալի այս ջուրի մեջ, այս տարածքի ներքնեց Հիսուսը, Դերը թողնի եղբայրան, քեզ քո եկեղեցին, ոչ թե 25 ամյակ, ոչ թե ստան ժողովուրդ, հազարներ ու հազարներ, Աստծո բանակը պիտի բարձրանա, Աստծո զորությունը պիտի շարժվի, նոր տարածքներ պիտի գրավենք, բոլորս միասին Հիսուս Քրիստոսի տվյալային հաղթության դրոշը, որ այսօր մեր ձեռքին է, այս Սուրբ Հոգու զորությունը, որ այսօր քո սրտիդ մեջն է, այն ուրախությունը, որ քեզ հետ է, Հիսուսը այդ բոլորը քեզ տվին ես եւ ինձ տվին ես, փառքը նրա, փառք Հիսուսի։ Մեզ հետ է այսօր Աստոմին մեծ մարդ, Մեծամորի եկեղեցու հովիվ Խաչիկ Մուրադյանը։ Մարդ Աստծուն, որքան են բոլորս որ այս տան մեջ ենք ոտել, Մեծամորի եկեղեցին մի փոքրիկ արմատներ ունի, Մրգաշատի եկեղեցու և Սեդրակ եղբայրը, Մրգաշատի եկեղեցու այլակար ժամանակ ողիկում էր Մեծամորով, վտա տորտում Սեդրակ եղբայրը, ինչպես որ սկսեցինք 10 գնակ և վերջում միասին մտնենք երկինք, փառքը Տիրոջն է։ Աստծո օծյալ եկեղեցու հովիվ Արմավիր քաղաքի Աղետ Թովմասյանը, խնդրում եմ դիմավորել։ Հարկասին ժողովուրդ, ես ուզում որ ժանվեց շատ ուրախ եմ, հստակ քո ժանն է, չտպրես, ու դու ուրախանաս։ Երկինքը քո համար պատերազմել է ժամանակին, որ ես եկեղեցին ծնվել եմ, ես եկեղեցու անդամ եմ, շատ ուրախ եմ։ Դու ես Մարմունի անդամ ես։ Իրես Աստված չեկա, որ մենք տեխնենք, եկա, որ ուրախ լինենք։ Ես այսօր ձեր հովին շատ եմ սիրում։ Ես ասեցի ձեր հովին շատ եմ սիրում։ Հովին սիրում ես, ուրախի պատիք ես։ Իրես քիվնի հովին պատիք տաս։ Հասնում ես քիվնի հովին պատիք տաս։ Որտեղ ասած չես եմ անմուր շատ անում, ու քո վրա պիտի շինեմ։ Դու օրդվել ես քո հովինի պատճառով։ Աստված ասում, հապը չի ասում, տակարի, ես օրդում եմ, հովին, լեք։ Միջև գծովի մի բան, նեգը ծավ ակաշում։ Միջև գծովեր մգաշատում մի բան, մարդիկ ծավ կաշեցի։ Որոքյանա, են անձը, որ ես սկզբից թրիստվին, ես շատ ուրախաց։ Նայ որոքյանա ես անձի իրականիքով, որ ձեր մեջա ու կարգված է ձեզի ծավրելու համար։ Պատիվ տվեք ծապալի բողակի կիրոջ։ Հալելույա! Ուստավ ապետես մտած, հալելույա! Խնդրում ենք, որ ձեր օրհնությունը տաք մեզ, սիրելի Արամ Մխեյան եղբայր ջան։ Ես եկեղեցու անբաժան մաս եմ կազմում։ Իմ մարմնավոր ծնունդը եղել այստեղ, հոգևոր ծնունդը ևս եղել այստեղ։ Ես ողջունում եմ քեզ Սեդրակ եղբայր։ Ես հիշում եմ ինչքան հաճություն էի պատճառում, 3 օր իրար վրա որոշեցի ավելի իմանալ Աստծո մասին ու ավելի շատ այնպիսի հարցեր էի տալիս, որ խճճեի եղբորը։ Վերջապես եղբայրը չխճճվելու նպատակով ասեց, եթե հավատաս կյանք կունենաս, ես ամեն ասածին ինչ որ դու լսեցիր, բայց եթե չհավատաս, բոլոր չհավատացողների համար կա հավիտենական դատաստան, կարող ես չհավատալ, կարիք չկա որ դու դրան հավատաս։
Եվ այդ խոսքերը կյանք տվեց ինձ։ Ես ողջունում եմ քեզ Սեդրակ։ Ես իր աշխատությամբ ողջունում եմ։ Եվ իսկապես շնորհակալ եմ, որ այսօր որ կամ հաստատ իր աշխատությամբ ողջունում եմ։ Եվ այսօր որ դուք կաք իսկապես դուք գնում եք մի մարդու հետևից, ով իր ամուսին ունի կուր, փարտիրոջ։ Հետևեք այդ մարդուն։ Հետևեք ու դուք ողջությունը ավելի կստանաք։ Ինչպես Ռաֆի աղբերն ասեց, կա երկրորդ բաժինը, կա գործը, ավելի հզորը կա։ Ծնունդը կա, հաստատությունը կա, բայց կա նաև շարժը, որի միջոցով շատ-շատերը կշարժվեն։ Հիսուս Քրիստոսի անունով թող այս եկեղեցին աճի։ Հիսուս Քրիստոսի անունով թող այս եկեղեցին բարգավաճի։ Հիսուս Քրիստոսի անունով թող տարածվի ողջ հորիզոնների մեջ։ Ամեն։ Աղբյուրոջ, ես ողջունում եմ նաև Քրիստոս, ասեմ ձեզ, որ Սեդրակ եղբոր կյանքի իսկական ընկերը եղել է իր կինը։ Ես գիտեմ, ես այդ ընտանիքում իսկապես մեծացել եմ հոգևորապես։ Եվ ես իսկապես ողջունում եմ այդ անոթը հրաշալի էական։ Ես շնորհակալ եմ Աստծուց նաև նրա համար, որտեղ մի օր ես այլ ձեզ պիտի վկայեմ նոր նստեմ, քարոզ չեմ օգնեցին ձեզ։ Մի օր ես որոշեցի, քանի որ երիտասարդ է, երիտասարդական նպատակներ ունեի, բնական է, բոլորս երկրի վրա ենք աճել։ Մի օր որոշեցի համոզված գալ ու ասել, որ ես կգնամ եւ հաստատ որոշել եմ 42 տարեկանում ապաշխարելու եմ, որտեղ չեմ կարողանում հիմա, չի ստացվում հիմա։ Եվ հիշում եմ Պրուսի քրոջ խոսքերը, որ կյանք տվեց ինձ, ասեց Աստված քեզ հիմա է կանչել, ու Աստված կանչելու մեջ երբեք չի սխալվում իր ժամանակների մեջ։ Դու իր ծառան ես սկսած մեկվանից, ետ դարձի Տիրոջ գիրք, ու հիշում եմ, որ այդ գիրքում իր խոսքերի ազդեցության վրա մտածելով Սուրբ Հոգու ձայնը հայտնապես լսեցի, որ ասեց ես դարձավ քեզ սիրում եմ, հալելույա Հիսուս։ Թող Տիրոջ անունը։ Ես ողջունում եմ այս եկեղեցին, եւ ես ողջունում եմ Հիսուսի անունով, ասում եմ, որ դուք հրաշալի հոգի ունեք, թող Տերը ողջի ձեր եկեղեցին եւ ձեր հոգի ընտանիքը, ամեն։ Ուզում եմ ներկայացնել եւս մի շատ օծված Աստծո ծառայի, որ տարիներ աշխատել է այս եկեղեցում, տարիներ ծառայել է այս եկեղեցում եւ իր վրա ունեցել է այս եկեղեցու բեռը։ Թույլ տվեք ներկայացնել իմ կրտսեր եղբորը Արտակ Մկրտչյանին։ Սուրբ Գիրքը մի սիրուն խոսք է ասում, որ իհարկե մենք ամենքս այդ վերագրում ենք շատ անգամ Հիսուսի վրա եւ այդ խոսքը այսպես է գրված է, որ եթե ցորենի հատը ընկնի հողի մեջ եւ չմեռնի, ինքը մենակ կմնա, բայց եթե մեռնի, շատ պտուղ կտա։ Գիտեք, սիրելիներ, ես ինքս այս եկեղեցում ծառայել եմ տարիներ եւ իսկապես ինչպես ասվեց, ես ուսերի վրա ունեցել եմ բեռ ծառայություն, բայց շատերս որ այստեղ նստած ենք, միգուցե այն աղոթքներից տեղյակ չենք, որ Սեդրակ եղբայրը ժամեր անցկացրել Աստծո ներկայության մեջ։ Եվ ինքը կարծես մեռել է այդ աղոթքի ժամանակ, կարծես իրան դրել է այդ աղոթքի ժամանակ։ Գիտեք, արդյունքը խոսում է իրանից առաջ եղածի մասին։ Եթե այսօր մենք կանք, նշանակում է ինքը դրել է իրան։ Եվ ես համոզված եմ, որ այս օրհնությունը ոչ միայն իրանն է, ոչ միայն Տիրոջն է, այլ մերն է։ Ուզում եմ, որ մի վայրկյանի մեջ ուղղակի այսպես, եթե կարող եք, վստահ եմ, որ այդ մտքի զորությունը այնքան ուժեղ է, որ կարող ենք։ Հիշենք այն ժամանակները, որ մենք աղոթք ենք ուզել իրանից։ Այն ժամանակները, որ մենք իրան ցավացել ենք։ Այն ժամանակները, որ մեր դարդը բերել ենք, թողել ենք իր ձեռների մեջ ու գնացել ենք։ Գցել ենք իր ձեռների մեջ ու գնացել ենք։ Միգուցե մենք էլ չենք էլ աղոթել, բայց ես գիտեմ, որ այդ ցորենի հատը մեռել է։ Ես գիտեմ, որ այդ մարդը իրան դրել է։ Եվ Եսայի մարգարեության 61-րդ գլխում շատ սիրուն խոսքեր է գրված, որ ամեն անգամ շոյում է այն հոգին։ Տիրոջ հոգին ինձ վրա է, եւ նա օծել է ինձ եւ ուղարկել, որպեսզի աղքատներին ավետարան քարոզեմ։ Քանիսների դա Սեդրակ եղբայրը քարոզել։ Խնդրում եմ, որ նկարահանեք անպայման այս ձեռքերը, որ Սեդրակ եղբայրը խոսել է այս մարդկանց։ Բարձր բաղեք, բարձր։ Գիտեք, սա օրհնյա հնարավորություն է մեզ, որ կարող ենք ասել այո Տեր, ես քո ավետարանի շարունակողն եմ։ Եվ Սուրբ Գիրքը շարունակության մեջ ասում է, որ կոտրած սրտերը մխիթարում։ Քանիսներ եք կոտրված եղել եւ մխիթարություն եք գտել։ Քանիսներ եք ձեր աչքերի առաջ կարծես, ինչպես Սուրբ Գիրքն ասում, թեփի պես բաներ կար եւ գույր էր այդ մարդը, Բարտիմեոսը։ Եվ գրված է, որ Տերը բժշկեց իրան։
Եվ շատ օրհնություններ, որ Աստված մեզ վարկերել է իր միջոցով։ Ես ուղղակի եղել եմ ժամանակավոր սեթրագեղբորս թևերը բարձրացնողը, բայց գիտեմ, բայց ամբողջ տեսիլքը եւ ամբողջ ծանրությունը իր ուսերի վրա եղել։ Գիտեք, ես իր ուսերի վրա նստած իր ձեռն եմ բարձրացրել, որտեղ ես ինքս էլ իր աղոթքի եւ իր ծառայության օրհնությունն եմ վայելել։ Ամեն, թողները ձեզ օրհնի շատ եւ գիտեք, հարուստային անձնավորությունը, որ գիտի իր արմատների մասին։ Հարուստային անձնավորությունը, որ գիտի որտեղից է եկել եւ ուր է գնում։ Եվ առավել ասեմ, անպարտելի այն անձնավորությունը, որը գիտի շարունակել Քրիստոսի գործը Քրիստոսի զորությունով։ Տերը ձեզ օրհնի առատապես, սեթրագեղբայր եւ ըրցիկ քույր, եւ ուզում եմ ձեզ ասել, մենակ այդ երկուսով չէ, այլ ընտանիք։ Օրհնված եղեք Հիսուսի անունով, որ կաք, որովհետեւ Աստծո զորությունը ոչ միայն սեթրագեղբոր, ոչ միայն ըրցիկ քրոջ, այլ նաեւ շատ երեխաների, որոնք իրենք ունեցել են, իրանց միջոցով էլ մեզ այդ օրհնությունը հասել։ Վստահ եմ, որ Աստված մեզ օրհնելու ավելի շատ իրենց ծառայությունով, ամեն, եւ ասեմ ձեզ, 25-ը սա դեռ վերջը չի։ 25-ը սա ընդամենը մի ժամանակ է ցույց տալիս, բայց դրանից հետո ես կարծում եմ եւ ուզում եմ այսպես ասած մաղթանքս ասա, որ ոչ միայն սեթրագեղբայրը կարողանա ասի Տիրոջ հոգին ինձ վրա է, այլ ամեն մի եկեղեցու անդամ ասի Տիրոջ հոգին ինձ վրա է, ամեն, եւ նա օծել է ինձ եւ ուղարկել է, որ ես գնամ քույրերի աչքերը բացեմ, որպեսզի գնամ կոտրած սրտերը բժշկեմ, գերիներին ազատեմ, քանիսն եք հավատում սրան։ Այդքան տխուր մի նստեք, մեկը գոնե ասեք ամեն։ Կարող ես ասել Տիրոջ հոգին ինձ վրա է։ Եվ նա օծել է ինձ, շարունակելու իր գործը։ Շատ օրհնված եմ եւ սիրում եմ ձեզ Տեր Հիսուսի անունով։ Մեզ հետ է նաև Արմավիրի Քրիստոսի օծյալ եկեղեցու հովիվ Սամվել Գաբրելյանը։ Արքլուջ, ես շատ ուրախ եմ, որ ստեղ եմ այսօր, ես հրաշալի օր։ Ուղղակի ուզում եմ ասել, որ այս եկեղեցին և հովիվը շատ հարազատ մարդիկ են։ Իրոք, թե Մարգարաշատ գյուղը, թե սեթրագեղբայրը և թե Մեթել եկեղեցի իրոք շատ հոգի հարազատ են, որտեղ ես էլ ինքս էլ ստեղ եղել եմ, այո, և շատ հրաշալի կերպով ունեցել եմ հրաշալի օրերը սեթրագեղբայրը և սրտանց օրհնում եմ սեթրագեղբայր ջան, քեզ Ռիփսիկ քույր, քեզ եւ ողջ Մարգարաշատի ժողովրդին եւ ողջ Մեթել եկեղեցին։ Թող Աստծո օրհնությունը լինի։ Եվ այսօր ինչ որ կա քեզ կա, թող Աստված իրոք բազմապատկի հարորապատկի քեզ։ Հիսուսի անունով, ամեն։ Գյումրիի Նազովրեցու հետքերով եկեղեցու հովիվ մեր շատ սիրելի Արա Կոջոյան։ Հալելույա, Փառք Տիրոջը։ Ես համար երանդելություն է ձեր մեջ գտնվել է եւ շնորհավորում եմ եկեղեցի փոխանցումը։ Ցավոք սրտի մեր եկեղեցու մի մասը վաղ առավոտ նոր կլինի եւ ես քասեր բայր արի չմեցավ վայելելու, բայց մենք կպատմենք։ Սեթրագեղբայրը։ Գիտեք, ասում եմ, որ ամեն հզոր տղամարդու հետևում կանգնած է հզոր կին։ Եվ իրոք որ Ռիփսիկ քույրի Աստված օրհնից է շատ, որտեղ ես էլ ունեմ մի կին, որը իմ հետևում կանգնած պահում է ինձ ձեռքերը բարձր։ Եղեք օծված, եղեք օրհնված, թող Աստված օգնի այս եկեղեցին։ Մենք շատ ուրախ ենք, որ ինչ-որ մի փոքրիկ մաս ենք կազմում այս եկեղեցու, շատ մտերմացել ենք, շատ հարազատ ենք դարձել, գալիս ենք, գնում ենք, իրանք են գալիս գնում։ Թող Աստված Եսայի 22-րդ համարը ձեր կյանքում կատարածի։ Այնտեղ գրված է, որ քիչվորը հազարավոր դառնա եւ փոքրը մեծաս։ Հետո ես ավելացնում եմ եւ կլսնի ամբողջ աշխարհը Հիսուսի անունով։ Եղեք օրհնված։ Հրաշալի օրհնություններ։
այնքան ինձ հարազատ եւ ոգևորող, որ ուզում եմ ամենքի տանուն աղդանը կարդալ եւ հրավիրել այստեղ։ Բայց երևի չենք հասցնի։ Ուզում եմ կարդամ Աստվածաշնչից խոսք։ Մարմնի խորհուրդը մահ է, հոգու խորհուրդը կյանք եւ խաղաղություն։ Մարմնի խորհուրդը Աստծո դեմ թշնամություն է, որովհետեւ Աստծո օրենքին չի հնազանդվում եւ չի էլ կարող։ Բայց եթե Քրիստոս մեզանում է, ապա մարմինը մեռած է մեղքի համար եւ հոգին կենդանի է արդարության համար։ Եկեք սիրելիներ, հոգով սպանենք մարմնի գործերը։